Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանին, պարոն Անտինյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Սամվել Կարապետյանի եղբոր որդին Փաշինյանին կոչ է անում այդքան չվախենալ Սամվել Կարապետյանից, ասում է նա քեզ վատություն չի անելու, բայց որ դուրս գա մի երկու բան ասելու է։ Նիկոլ Փաշինյանն իհարկե այս հայտարարությանը արձագանքել է, բայց այնպիսի խոսույթով, որը ես չեմ ցանկանում եթերից հնչեցնել, ձեր տպավորությունն ինչպիսին է իսկապես գործող իշխանությունը վախեր ունի կամ վախենալու բան չունի Սամվել Կարապետյանի ուժից, եթե վախենալու բան ունի, ապա այդ վախի ինչ աստիճանի հետ գործ ունենք, եւ երրորդը Փաշինյան-Քոչարյան, Փաշինյան-Սամվել Կարապետյան կամ նրա մերձավորներ այդ ռետորաբանությունը, որքանով է հարգանքի նշան սեփական ընտրողի, սեփական քաղաքացու հանդեպ։ Նախ ասեմ, որ ցանկացած նման կարգի խոսույթ առավել եւս առաջի դեմքերի մակարդակով կամ մեծահարուստ մարդու մակարդակով իհարկե իրանք պետք է օրինակ ծառայեն։ Շատ դեպքերում ինչի է դա նաեւ իջնում ներքև։ Շատ դեպքերում ինչի ասենք բանավեճի ժամանակ չես էլ ուզում սկի մասնակցես, որովհետեւ չի գնում գաղափարների ծրագրերի պայքար, գնում է ուղակի ովուն վրա բարձր կգոռա։ Արդեն մտածում ես եթե դու նույնիսկ հավասար արձագանքես, լավագույն դեպքում հավասարության նշան են դնում։ Ասում են իրար արժե։ Այսինքն այդտեղ գաղափարի ու ծրագրի կռիվ չի, բայց մյուս մասը ավելի շատ անդրադառնամ, ինչ է ի վերջո կատարվում քաղաքական դաշտում։ Եթե հիմա ասում են, որ պայքարը գնում է Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, ցանկանում են դա կրկնել այն, ինչ որ եղավ 2021 թվականին Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, բայց տարբերությունը շեշտակի է, այն առումով, որ դրա արանքում եղավ ուկրաինական պատերազմ եւ արտաքին կոմպոնենտը շատ լուրջ ազդեցություն ունի ընտրությունների վրա, ոչ միայն Հայաստանում։ Դրանից խուսափել անհնարին է։ Առավել եւս տեսնում եք մեր տարածաշրջանը ինչքան անկայուն է, առավել եւս մենք տեսնում ենք ինչ պրովոկացիաներ կարող է անեն, ու նաեւ կարող են անել Ռուսաստանից, ու նաեւ կարող են Ուկրաինայում պատերազմին մասնակցեց ինչ որ մարդիկ Հայաստան գան, որոնք շատ հեշտ են գալիս Ռուսաստանից։ Դա Աստված նման բաներ տեղի չունենա, բայց եթե հրապարակային գործիչը չի կարողանում ռիսկեր գնահատել, իսկ եթե իշխանությունն էլ չի կարողանում այդ ռիսկերը կառավարել, ուրեմն ոչ նա է իշտեղում, ոչ նա։ Հիմա նայենք իրականում ինչա կատարվում։ Եթե նույնիսկ փորձեն այդ սցենարը անեն Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյանն ասում էր ինքը միակն է, որ կարող է այս երկիրը ղեկավարել։ Պարզամենք իր ղեկավարած ժամանակը տեսել ենք անիմաստա դրան անդրադառնում։ Եվ հիմա ինքը առաջի ջութակը չի ռուսամետ ուժերի մեջ։ Ինքը ինչքան ուզում է իրան գովի, բայց անմիջապես ինքը ակնարկեց, որ ով առավելագույն ձայն ստանա, մենք կպաշտպանենք այդ տեխնացուին։ Այսինքն ոչ թե Ռոբերտ Քոչարյանին են ձայն տալու, այլ Ռոբերտ Քոչարյանը ձայն կտա, քանի որ առավելագույն ձայն կունենա Սամվել Կարապետյանի դաշինքը։ Գագիկ Ծառուկյանն էլ եթե ասում է 3-ից 4 վարչապետի տեխնացու ունեմ, դա նշանակում է, որ այս պայքարը վարչապետ իր տեխնացուին անցկացնելը չի։ Եթե 3-4-ներ, ուրեմն ինքը տեխնացու չունի։ Եթե առավելագույն ձայն ստանա Սամվել Կարապետյանը, ուժը իրանք ձայն կտան Սամվել Կարապետյանին։ Բայց այս դեպքում Հայաստանի ապագան մենք ինչ ենք ուզում տեսնել։ Ես չեմ կարողանում պատկերացնել, որ նորից հերթական անգամ փորձ է արվում Հայաստանը ավելի շատ թաղել Ռուսաստանի ազդեցության տակ։ Ուղղակի անընդունելի է, ու եթե փորձում են ցույց տալ, որ մարդը բարերար է, ախր գիտեք ինչի եք դուք համեմատում, նա Հայաստանում այդ փողը չի աշխատել, բարերար է, բարերար չէ, ես չեմ ուզում դրա մեջ խորանամ, ես ուզում եմ իմանամ բարերարության դիմաց պաշտոն են ուզում։ Այսինքն ստացվում է, որ մենք չի կարող ռուսական կապիտալի կրող անձնավորությունը Հայաստանում գա իշխանության եւ հաշվի չնստի Ռուսաստանի շահերի հետ։ Դա նշանակում է, որ հակասություն, եթե եղավ Ռուսաստան-Հայաստան, նշանակում է դու չես կարող պաշտպանել Հայաստանի շահերը ընդդեմ Ռուսաստանի։ Դա ուղղակի բացառվում է։ Իսկ ասել, որ 100%-ով Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը կհամընկնեն, ես ձեզ հավատացնում եմ, 100%-ով Պուտինի եւ որևէ նահանգապետի շահեր չեն համընկնում։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ Հայաստանի շահերը 100%-ով Ռուսաստանի հետ համընկնելու է։ Հայաստանի շահերը 100%-ով չի համընկնի ոչ Ամերիկայի հետ, ոչ Ֆրանսիայի հետ, ոչ Ռուսաստանի, ոչ մեկի հետ։ Նշանակում է մարդ, որը որ կախվածություն ունի ռուսական կապիտալից, անգամ եթե խոսք կա գնում քաղաքացիություն
կարող է հրաժարվի, եթե մեծամասնություն ստանա, քաղաքացիությունը դա ընթացակարգ է, որը մի օրում մի ժամ չի արվում, նշանակում է, եթե դուք մեծամասնություն ունեք, դուք տեխնացու եք առաջ բերելու։ Ուզեք թե չուզեք, մեկին ընտրելու եք, մինչև որ այդ քաղաքացիության հարցը լուծվի։ Այսինքն գնալ ընտրության ասել Սամվել Կարապետյանին եք ընտրում ձայն տալիս, բայց իրականում նրա տեղապահն է դառնալու։ Բանկեղծորեն ասեք, ով է ձեր տեխնացուն։ Ձեր տեխնացուն չի կարող լինել Սամվել Կարապետյանը հունիսի 7-ի ընտրությանը։ Ինչ չեք հասարակությանը պարզ ասում, որ դա երկու ամսում այդ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը գլուխ չի գալու։ Իհարկե ոչ։ Դու հսկայական ընթացակարգ է Ռուսաստանի հետ կապված մանավանդ։ Նրանք մանրամասն նայում են պարտպահանջկապետության հետ ինչ որ խնդիրներ կա, միլիարդ հատերը կարող է մի քանի օրվա ընթացքում կարողանա այդ խնդիրը լուծել։ Լավ ի վերջո ընտրվեցիք, 8-րդ գումարման ազգային ժողովը գնում է, նորը եկավ Անդրանիկ նիստը արեց, վարչապետ ընտրեց, ում է ընտրելու։ Չի կարող դա լինել Սամվել Կարապետյանը։ Այսինքն, բան չեք մարդկանց խաբում։ Պարոն Անտինյան, դուք համեմատություն տարաք 2021-ի հետ, բայց 2021-ին մեծ հաշվով ասում են Ռոբերտ Քոչարյանն իր մասնակցությամբ օգնեց Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերարտադրվելու։ Հիմա ինչ առումով եք դուք համեմատությունը տանում։ Սամվել Կարապետյանի առաքելությունն է դա է, այս ուժի առաքելությունն է դա է։ Եթե համարենք, որ ինքը չգիտի, որ իր առաքելությունը դա է, բայց արդյունքում դա է ստացվելու։ Եթե դուք մերժում եք այլընտրանք, որ մենք ասում ենք մի րոպե, այս ժողովուրդը հոգնելա, զզվելա երկու կողմից էլ։ Բերեք ներկայացնենք այլընտրանք, որ այլընտրանքը լի թե այս իշխանությանը, թե ռուսամետ ընդդիմությանը։ Եթե չեք ուզում ասեք նախկինին, իբր թե Սամվել Կարապետյանը իր թելերով ու կապերով նախկինի հետ կապ չունի, հավատացինք։ Բայց արդյունքում ձեր ուզածը Հայաստանը ավելի սերտ համագործակցի Ռուսաստանի հետ։ Նախ ելնենք դրանից, որ առավելագույնս Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար անում է։ Եվ նույնիսկ թատերականացված ներկայացումը, որ ինքը Պուտինի մոտ ինչ-որ բանից չհամաձայնվեց, մի քիչ գործից տեղյակները գիտեն, որ երբեք Պուտինի հետ խոսալուց անհամաձայնություններ չեն քննարկվում։ Սովորաբար դառնում է փակ հանդիպման ժամանակ։ Եթե բաց հանդիպման ժամանակ պետք էր, որ Նիկոլ Փաշինյանին հերոսացնեին, դա մեր լսարանի համար էր, որովհետև մնացած հարցերում ինքը խորը եւ համապարփակ Վլադիմիր Պուտինի շահերն արտահայտող մարդ է։ Տեղից մենք կրակնենք ընկե, որ մեր իշխանությունը ռուսամետ է։ Հիմա գալիս են 100% ռուսամետներ եւ ասում են եկեք պայքարենք, թե որս պետք է Պուտինի շահը սպասարկենք։ Դե լավ, ժողովուրդ ջան, այս ժողովուրդը ձեր ձեռը կրակնանք է։ Փաստորեն Պուտինը ռուսամետ ուժերի ընտրություններին մասնակցելու այդ անհրաժեշտության մասին խոսելով ուղիղ հարվածեց ռուսամետ ուժերին։ Իհարկե։ Եվ պաշտպանեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա տեսեք, սա առաջի դեպքը չի։ Տասնամյակներով Հայաստանի ընդդիմությունը գնացել է Ռուսաստան, ասել է մենք քեզ ավելին կտանք, քան իշխանությունը, օգնի գանք իշխանության։ Երբեք չեն օգնել ընդդիմությանը գա իշխանության։ Դա բացառվում է, դա համակարգային խնդիր է։ Ռուսաստանը իր ընդդիմությանը համարում է օտարի ագենտ։ Ռուսաստանը ո՞նց կարա ուրիշ երկրի ընդդիմության հետ աշխատի։ Այդ ուրիշ երկրի ընդդիմության հետ արևմտյան ուժերն են աշխատում, բայց Ռուսաստանը երբեք չի մերժում ընդդիմությանը, որ գնում են ոտերն են նգնում, ասում են եկեք, բարի գալուստ, գնում են ասում են մենք ուզում ենք մասնակցենք, ասում են մասնակցեք, ինչ խնդիր է որ չեն օգնում իրանք երբեք, բայց դեմ չեն լինում, բայց վերցնում են այդ կոմպրոմատները, իսկ դա ես չեմ ենթադրում։ Ես գիտեմ նաև Հայաստանից ինչ կոմպրոմատներ են ուղարկում Ռուսաստան։ Առավել ևս, որ Ռուսաստանի հետ սերտ համագործակցող կամ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բարձր պաշտոնյաներ ունենք մենք ստեղ։ Իրանք սա որ տանում են, Ռուսաստանի իշխանությունը հրավիրում է Հայաստանի իշխանությանը, ով ուզում է լինի, դա Նիկոլ Փաշինյանը կլի Սերժ Սարգսյանը կապ չունի։ Կանչում ասում է, այդ տեսք ու մոտ վիճակը սենց խայտարակ է։ Ինձ էլ դիմել են եւ որ ես օգնեմ իրանք գան, որտեվ ինձ համար այսքան բան են անելու հայ-ռուսական հարաբերությունների։ Իշխանությունն էլ ասում է, ես էլ կանեմ, էլ ինչ եք ուզում ինքը գա որ։ Իշխանությունը իմ ձեռն է, լա չգիտենք իրանք կգան թե չէ, ես առարկայական իշխանությունը իմ ձեռը, ես կանեմ, ինչ ես բան անում։ Այսինքն ընդհանրապես ընդդիմությունը ցավալի է որ դա ասում եմ, դարձել է Ռուսաստանին գործ տվողի ֆունկցիա ունեցող կառույց, տասնամյակներով։ Այսինքն մենք գնանք Հայաստանից բողոքենք, որ Հայաստանի իշխանության վրա ճնշեն եւ զիջումներ կորզեն, որ հանգիստ Հայաստանի իշխանությունը մնա։
Երբևիցե եղել է, որ մեր ռուսամետ ընդդիմությունը եկել է իշխանության Հայաստանում, չենք ունեցել։ Լավ ամբողջ շղթան նայեք։ Հաստատ ավելի լավ ռուսամետ ընդդիմություն ենք ունեցել, քան Սերժ Սարգսյանը, անգամ Ռոբերտ Քոչարյանը, որ առարկայական Ռուսաստանի հետ աշխատել է։ Վախերի մասով այնուամենայնիվ պարոն Անտինյան, ձեր ասածից չի ստացվում, որ Փաշինյանը պետք է որ վախեր չունենա Սամվել Կարապետյանից։ Եթե չունի, ապա ինչու երեք ազգային ժողովում այդպես հրատապ նիստով քննարկեցին եւ ընդունեցին օրենքի նախագիծ, ըստ որի կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Սա ուժեղ Հայաստանը համարում է ուղիղ իր դեմ գործողություն եւ ասում է դա ուղիղ ցուցիչ է իշխանական վախերի։ Այսպես ասեմ, դրա համար եմ ասում 2021-ն ու 26-ին ինչով է տարբերվում։ 21-ի դեպքում բացարձակապես հայկական օրակարգ էր։ Նույնիսկ եթե Ռոբերտ Քոչյանը գնում էր ասում ես Պուտինի ինգերն եմ, Պուտինից դաբրո ունեմ, դա լուրջ չէր, ես բարբերաբար այդ մասին գրել եմ, որ դա լրիվ անլրջություն է, տենց բան չի լինելու։ Այսօր դրսի ճնշում ու ազդեցություն կարա լինի եւ Թուրքիայից, եւ Ադրբեջանից, եւ Ռուսաստանից։ Մինչև այսօր չեն կարողանում իմանալ Նախիջևանին խփած դրոնը Իրանից թռավ, Իրանից է գնացել եւ պրովոկացիա են արել հրյաները, թե իսկապես Իրանից խփել են կամ էլ թե չէ հակահեղափոխական ուժերը, կամ էլ թե չէ այն ուժը, որին որ աջակցում էր Ամերիկան, խոստովանեց, որ մենք նաեւ զինել ենք բանին բողոքողներին։ Մենք չգիտենք, չէ՞ դա։ Բա մենք ինչ գիտենք ով պրովոկացիա կանի։ Եվ մեզ կներքաշի ինչ որ խնդրի մեջ։ Մենք չգիտենք այդ կարող է Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվի եւ որևէ խնդիր չունենա, բայց Ռուսաստանում գտնվեն մարդիկ, որոնք փորձեն անկայունության հետ կապված հարցեր անեն, անգամ ցույցել չտան, որ դա իրանք են անում, անգամ Պուտինի մոտ ասեն, բա դու ինչ խնդիր ունես, որս էլ հաղթենք ձերնա։ Հիշում եք, որ Վլադիմիր Պուտինը Հայաստանում է, Ռոբերտ Քոչյանի կողքը նստած ասին Ղրղստանում իշխանափոխությունը, ասեց ով էլ լինի մերն է, էլի։ Ինչ տարբերություն։ Ինչա, մենք դա չենք հիշում։ Այսինքն, ինչի եմ ասում, եթե մենք արտաքին քաղաքական ազդեցությունը, որը երկրի ներսում կարող է ապակայունացնել, իսկ դա մեր պետականության համար շատ մեծ վտանգ է։ Այդ հարցը հաշվի առնելով, այո, այս ընտրությունները անկանխատեսելի է։ Եթե այդ գործոնը չլիներ, Նիկոլ Փաշինյանի սցենարը կաշխատեր։ Այսինքն այն ժամանակ իր ձևով Քոչարյանը օգնեց, հիմա էլ իր ձևով կօգնի Սամվել Կարապետյանը, բայց քանի որ արտաքին ազդեցությունը եւ անկայունության ցանկությունը բավական մեծ ու գայթակղիչ է, ոնց Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ եւ այլ, եւ առավել եւս, ես չասեմ թե Նիկոլ Փաշինյանը դրանից անմասն է։ Նիկոլ Փաշինյանը շանտաժանում ժողովրդին, ասում է, թե ինչ չընտրեք պատերազմ կլի, մարդիկ հարց են տալի։ Էքորը կհագինել պատերազմ ա եղել տարբեր չափերի։ Ու հետո էլ խոստովանել է ազգային ժողովի բարձր ամբիոնից, որ դու կարայիր պատերազմ չանես, բայց եթե չանեիր չէինք անկախանա։ Այսինքն այդ պատերազմին գիտակցված գնացել ես։ Մենք կանգնում էինք առավոտից երեկո ասում ենք պատերազմը հրահրել է Ադրբեջանը, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասեց, չէ, դուք չգիտեք։ Ես եմ այդ պատերազմն արել, որովհետև կարայի չանեմ, զոհեր չէին ելնի։ Բայց ինձ ով կթողեր այդ հանձնեի, եթե պատերազմ չլներ։ Այսինքն ինքը շանտաժ է անում, պատերազմով ամսաթիվ նշում, ակնհայտորեն հասկանում ես, որ դա Ալիևի հետ համաձայնեցրած է։ Ինչ անում Սամվել Կարապետյանը եւ իրան աջակցողները։ Եթե հիմա Նիկոլ Փաշինյանն ընտրի, Լարսը կփակվի, օդը կփակվի, գազը կթանկանա, չգիտես, ինչ կե մի հատ ցուցակ են թվարկում։ Բայց 8 տարի Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ աշխատում է, լավ թե վատ, այդ ձեր խիստ բացասական իրադարձությունները տեղի չի եղել, չի ունեցել։ Հիմա ինչի եք դուք կարծում, որ դա պետք է լինի։ Դեսպատահական չէր, որ ասի այս վերջերս, որ ասի հիմա եթե լսում ենք այս երկու բայղուշությունները, եթե ես չեմ պատերազման, այլ ասում եմ եթե ես չեմ Հայաստանի համար ամեն ինչ կփակվի, եկեք ընտրեք այլ ընտրանքին, ասենք պայմանականորեն իմ անունից ասեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի ղեկավարն է Գուրգեն Սիմոնյանը, ես էլ ընդգրկված եմ այդ ցուցակի մեջ, եւ մենք հեռացնենք թե այս իշխանությանը, թե այս ընդդիմությանը եւ երկիրը մոտեցնենք Եվրամիությանը։ Խնդրեմ, այլ կոնկրետ որտեղ անդադ ասում են, եթե Ռուսաստանը չի Թուրքիան է։
Եթե Փաշինյանը չի Սամվել Կարապետյանը, ասում հանգիստ թողեք երկուսին էլ, Ռուսաստանն ու Թուրքիան նույնպես։ Կարող ենք լինել մենք եւ լինի այլընտրանքը Եվրոպան։ Պետք չի ասել, որ դա գոյություն չունի։ Այլընտրանքին կանդրադառնանք, պարոն Անտոնյան, այնուամենայնիվ այդ օրենքի նախագծի հետ կապված սա ինչպես է գնահատում օրինականության շրջանակներում էր, թե որ ձեր գնահատականը որն է եւ արդյոք ասել, որ գնում է Հայաստանը Մոլդովայի ճանապարհով։ Վերջին պահին օրենք փոխելը իհարկե լավ չի, որովհետեւ օրենքը պետք է որոշակի ժամկետ անցնի, ժամանակ անցնի, ավելի շուտ մտածեիք։ Բայց օրինակ, որ ասենք դաշինքը կամ կուսակցությունը կոնկրետ անձի անուն չկրի, ես դրա հետ համաձայն եմ։ Համաձայն չեմ ժամկետի հետ։ Եթե իրանք ավելի շուտ դա գլխի չեն ընկելու, չեն արել, հիմա պետք է չանեին։ Որովհետև տեսեք, ինչու նաև ճիշտ չէ, արտասահմանում էլ օգտագործել են տարբեր երկրները, Ուկրաինայում էլ են օգտագործել, որ բլոկի անունը ելնում է կոնկրետ անձով։ Դա շատ վատ երևույթ է։ Օրինակ տեսեք, ես 22 տարի խոսում եմ ինչ-որ բաների մասին, որ պետք է անել սա։ Եվրամիություն, ՆԱՏՕ, Ամերիկա եւ այլ եւ այլ։ Բայց ես չեմ մտածում, որ եթե ես չլեմ, ամեն ինչ կկործանվի։ Ընդհակառակը, եթե մեկը նոր էլ է խոսում դրա մասին, ես ոչ թե ասում եմ, բա դու ով ես, ես 22 տարի խոսում եմ, դու նոր ես խոսում։ Ես ընդհակառակը ասում եմ, իր առաջ ավելի երկար ճանապարհ կա, քանի տարիքով պայմանավորված։ Եկեք մեր փորձը, եկեք այդ անցած ճանապարհը, այդ պայքարը, այդ զրկանքները, այդ խնդիրները վերցնենք սխալը մեր վրա, փաթեթով փորձը տանք երիտասարդներին, թող իրանք շարունակեն։ Այսինքն դա նշանակում է, որ իմ ասածը անձնավորված չի։ Ես չեմ կարող ասել Դաշինք Էդվարդ Անտոնյան։ Դա նշանակում է ես գաղափարի կողմնակից չեմ, որովհետև եթե ես ասում եմ գաղափարի, դա նշանակում է ես ասում եմ ինչ կարող է անել այս մարդը, եթե ինքը ավելի արդյունավետ կանի, բերեք օգնենք իրան։ Այստեղ անձի խնդիրը թուլացնում է գաղափարը, որովհետև մարդը պետք է հասկանա ինչ է նշանակում այս մարդու հետ գնում ենք այս ճանապարհը։ Եթե այդ մարդը չի, ուրեմն դա չի լինելու։ Այսօր 8 տարվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ինստիտուցիոնալ չի արել ինչի համար, որ հանկարծ իրան փոխարինող չգտնեն։ Հենց փոխարինող գտնեն, հեռացնելու ձևը կմտածեն։ Իր իշխանության մեջ ինքը ասում է, տեսեք, մենք ի ժողովրդավար ենք, ընտրություններ ենք անում կուսակցության ներսում եւ կուսակցությունը արդար ընտրությամբ ընտրում է վարչապետի տեխնացու կամ էլ թե չէ ընտրում է պատգամավորության տեխնացու։ Այդ հեքիաթը պահեք ցածր դասարանից, երբ որ կգան ազգային ժողովում երեխաներին կծանոթացնեք, ասեք բալիկներ ջան, սա ազգային ժողովն է եւ այլ, այդ հեքիաթը իրանց պատմեք։ Դուք Հյուսիսային Կորեայի նման քաղաքականություն եք տանում, ասում եք ժողովրդավարությունը։ Ինչի կարող է Հյուսիսային Կորեան որևէ մեկը Կիմ Չեն Ընին չընտրեր։ Այսինքն եթե դու իշխանությունը ինստիտուցիոնալ չի անձնավորված է, եթե Նիկոլ Փաշինյանը չի, ապա իրանք ոչ մեկը այնտեղ չեն կարող լինեն իշխանության մեջ։ Իրանք ամեն ինչ անում են, որ Նիկոլ Փաշինյանը լինի։ Ոչ թե ուշքները գնում է իր համար։ Այսինքն իրանք ամեն մեկը գիտի, իրանցից ոչ մեկը չի կարող այնտեղ լինելով իրանց պահի այդ իշխանությանը, որտեղ դա հավաքած է Նիկոլ Փաշինյանի ճաշակով։ Այսինքն այս պարագայում այդ անձնավորված խնդիրը դրեցին, անձնավորված եկավ, հիմա էլ փոխանակ դրա դեմը առնեն։ Վատը գիտեք ինչն է, որ մենք տեսել ենք հեղափոխություններ, Վրաստան տեսել ենք Սահակաշվիլի, որը իր իշխանության օրոք ինքը նախագահ էր, խորհրդարանական ընտրություններում պարտվեց, բայց ովքեր իշխանության եկան ռուսամետ ուժերը։ Այսինքն նույնիսկ Սահակաշվիլին, որ շատ բան էր արել, իր իշխանությունը ինստիտուցիոնալ չէր։ Այո, այնքան ժողովրդավարական էր, որ ընտրություններով իշխանություն փոխվեց, բայց վերադարձան նախկինին։ Ուկրաինայում ինչ եղավ։ Յուշչենկոն ինքը պարտվեց, հեղափոխության լոկոմոտիվը ինքը պարտվեց, արդյունքում ինչ եղավ, եկավ Յանուկովիչը, որը եկավ ռուսական գծի վրա, բա ոնց եղավ, որ այդ ժողովուրդը Վրաստանում եւ Ուկրաինայում այնքան զզվեց արևմտամետ հեղափոխականներից, որ ընտրեց ռուսամետ ուժերին, ու այնպես չի, որ Յանուկովիչը ոնց էր ընտրությունը խախտելու, ինքը չէր իշխանության։ Այսինքն նախ իրանք իրաց թիմակիցների հետ լավ հարաբերությունը չպահեցին։ Յուշչենկոն էլ իր թիմակիցների հետ ում հետ եկավ, ինքը մենակ մնաց։ Նույնը եղավ Սահակաշվիլու ժամանակ։ Ինքը 3-ով եկան, ինքը մենակ մնաց։ Մեկի գլուխը կերան, մեկին էլ հեռացրեցին։ Այսինքն, ինչի եմ ասում, մեր մոտ չի կայացել ինստիտուցիոնալ իշխանություն։ Դա կոնկրետ մի անձի վրա է։ Եվ դրա համար այդ անձը փորձում է ամեն ինչ ցույց տա,
որ տեսեք, եթե ես չլինեմ, դրա համար ինքը ամենապարզունակ բաներն անում որ ժողովրդի ուշադրությունը գրավի։ Հիմա ես հասարակ բան ասեմ ձեզ։ Ընտրություններից առաջ մտածում են ինչ անենք, որ մարդկանց աչքին երևա։ Ասֆալտ անենք։ Երևում։ Շոշափելի նյութական։ Այսինքն ինչի համար, որովհետև դա երևում է։ Գլոբալ, ֆունդամենտալ հարց դու չես անի, որովհետև ժողովուրդը դա չի տեսնում։ Հիմա դուք պատկերացրեք, եթե որևէ նկարիչի դուք ասեիք, որ առաջիկա ընտրություններում քեզ են ընտրելու պալատական նկարիչ, այսինքն հայտնի արտահայտության նման Գոֆմալեր։ Հիմա այդ մարդուն եթե ասեիք մրցույթը հիմա է, նա կնկարեր մի նկար, որը 20 տարում է նկարում։ Դուք 20 տարում որ գնայիք նայեք, ի՞նչն էիք տեսնելու, գրունտը, ի՞նչն էիք տեսնելու նկարը մի տարի հետո կամ 3 ամիս հետո։ Այդ մարդը ձեզ համար մի հատ այնպես նկար կնկարեր, որ ինքը մրցույթում կհաղթեր, բայց դա չէր լինի ֆունդամենտալ։ Այսօր վերցրեք նայեք ինչպիսի ստեղծագործություններ են մեզ հասել, տասնյակ տարիներով գրած գրքեր, տասնյակ տարիներով նկարներ։ Ոնց է դա հնարավոր, եթե դու ուզում ես այսօր ընտրություն կատարես հենց այսօր։ Ու այդ մարդու աշխատանքը գնահատես այնպես։ Երբեք մենք ֆունդամենտալ ձեռքբերում չենք ունենա, եթե մենք խաղում ենք պոպուլիստական բան, ժողովրդին ասենք, այ ես քո համար, այս ինչ բանը, ես քո ծոցից եմ դուրս եկել։ Տեսնում ես այս պերաշկին ոնց եմ խեղդում։ Ես քո ծոցից եմ, մարդն էլ ասի, այ մեր ծոցից է դուրս եկել։ Ես չեմ ուզում ընտրեմ մեկին, որը ին նման է, իմ ծոցից ելած է։ Ես ուզում եմ ընտրեմ ինձանից լավին։ Ես ասում եմ, որ մեկին տեսնեմ, որ ինձանից լավ դա կանի, կգնամ կողքը կկանգնեմ։ Դա դուք, պարոն Անտինյան, բայց շարքային քաղաքացին, գյուղում ապրող քաղաքացին արդյոք այդպես է մոտենում հարցին։ Բայց ես շատ հարգում եմ այդ շատ շարքային քաղաքացուն էլ, գյուղացուն էլ, որ ասում եմ հարգելիներս, ոչ թե դուք պետք է ուզենաք, որ մենք գանք ձեր նման վարվենք, մենք պետք է լոկոմոտիվի պես ձեզ քաշենք առաջ տանենք, բայց որպեսզի ձեզ կարողանանք առաջ տանենք ու արժանի լինենք այդ դրան, առավոտից իրիկ ու աշներս քորացնելու ենք, ձեզ համար աշակերտի պես աշխատենք, մեր աշխատանքային օրը կարող ալի 12, 14, 16 ժամ, որովհետև եթե ես մի բանի չպատրաստվեմ, ես բարոյական իրավունք չեմ վերապահի դիմացինիս առաջ հանդես գալու, նույնիսկ եթե ես հարյուրավոր ժամերի կուտակած ինֆորմացիա ու գիտելիք ու փորձ ունեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ ՀՀԿ-ն անմիջական չի մասնակցելու ընտրություններին, նրանք կաջակցեն բոլոր ընդդիմադիր ուժերին եւ այդպիսով Սերժ Սարգսյանն ասաց իրեն ձայները չեն փոշիանա, Հայ ազգային կոնգրեսը չնայած գործադրած ջանքերին չկարողացավ դաշին կազմել, իհարկե ուժեղ Հայաստանից պարզաբանումը եղավ, ձեր կարծիքով ինչ է տեղի ունենում այս Սերժ Սարգսյանի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ավելի ստապ գործիչ է։ Ինչ կարող եք ասել եւ ինչու ՀԱԿ ուժեղ Հայաստան այդ համագործակցությունը չստացվեց, իհարկե բացատրությունը լսեցինք։ Այսպես նայենք, նախ Սերժ Սարգսյանի հետ կապված Հանրապետական կուսակցությունը 20 տարվա իշխանական կուսակցություն է եղել։ Եվ մեր ամենահին կուսակցություններից մեկը, անկախ Հայաստանի պատմության ընթացքում, որ նույնիսկ կուսակցությունը ստեղծվել էր, դեռ Հայաստանի անկախությունը չկար։ Բայց ինչ եղավ։ Դա դարձավ ինստիտուցիոնալ իշխանական կուսակցություն։ Դա այնպես էլ չդարձավ ինստիտուցիոնալ կուսակցություն։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ դեմոկրատական կուսակցությունը չի հաղթել, ավարտվել է, հաջորդ ընտրությանը չի մասնակցելու, ոնց կարող է դու 20 տարվա փորձ ունենաս, կառույցներ ունենաս, մարդիկ ունենաս, աճացրած կադրեր ունենաս, այդքանից հետո դու գաս ընտրության, ասես չեմ մասնակցում, որ ձայները չփոշիանա։ Բա դու մասնակցի, թող ուրիշը չմասնակցի։ Բա դու տեսնում ես, չէ՞ որ վարկանիշ չունես։ Բա ինչի չունես։ Մերժված Սերժ Սարգսյանից հետո նա շարունակում է լինել կուսակցության ղեկավար։ Եթե դու կուսակցության ղեկավար ես, որտեղ կուսակցությունը պահելը նաև ֆինանսական ռեսուրսներ են, առանց ֆինանսական ռեսուրսների շատ դժվար է։ Հասարակությունը քեզ չի վստահում եւ չի օգնի։ Օրինակ ասենք Հանրապետական կուսակցությունը մարդիկ օգնում են։ Դե չէ ո՞ս պետք է այդ կուսակցությունը պահի, ոչ մի բիզնեսմեն չկա որ նրան օգնի։ Բայց Սերժ Սարգսյանի պարագայում այդպես չի, չէ՞։ Սերժ Սարգսյանը եթե կուսակցության ղեկավար չի, այդ կուսակցությունը գոյություն ունենալ չի կարող։ Բայց պարտված մարդը, մերժված մարդը 8 տարի պայքարել եք Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ու վերջում գալիս ես, ընտրությանը չես մասնակցում, բայց ընտրվում ես կուսակցության նախագահ։ Այսինքն այդ երիտասարդները, ովքեր նվիրված մնացին Սերժ Սարգսյանի կողքին, ովքեր պատեհապաշտային թռան գնացին, ովքեր նվիրված մնացին Սերժ Սարգսյանի կողքին, նույնպես արժանանալու են այն բախտին, ոնց որ շատերը մնացին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, նա էլ ընտրվեց կուսակցության նախագահ, բայց արդյունքում որևէ անելիք այլևս ինքը չունի, ինքը սպառված գործիչ է։ Այսինքն, եթե դուք ուզում եք, որ մեր երկրում կուսակցությունները կայանան որպես ինստիտուտներ, բանեիք, անենց անեիք հանրապետական ինստիտուտ դառնար։ Ոչ թե այս ամբողջ ընթացքում ասում էինք հերիքա, դուք իշխանությանը քննադատում եք, բայց սրբագրում եք ձեր արածը,
Դրա համար ստիպված պարբերաբարին չենք անդրադարձել քննադատել թե Լևոն Տեր-Պետրոսյանին, թե Սերժ Սարգսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին։ Կարող ենք ընդհանրապես ուշադրություն չդարձնենք, եթե իրանք խաղի մեջ չեն։ Բայց երբ որ նրանք անընդհատ ասել են, այդ տեսեք իշխանությունը վատն է, ուրեմն մենք լավն էինք, ասում ենք ոչ, իշխանությունը վատն է, դուք էլ եք վատը, դուք ավելի վատն եք, որովհետև եթե դուք վատը չլնեիք, փողոցից իշխանության չէին գա։ 4.500 տարվա քաղաքակրթություն ունեցող Հայաստանում փողոցից իշխանության չեն գալիս։ Դա նշանակում է, որ ուղակի մերժել են քեզ։ Դրանից հետո պետք է առնվազը 30 ունենաս, մի կողմ քաշվես ու ասես ջահելներ ջան, ով է ցանկանում շարունակեք, ես է կողքից աջակցեմ։ Շատ լավ, իսկ ուժեղ Հայաստանը ինչու ձեր կարծիքով խուսափեց ՀԱԿ-ի հետ դաշին կազմելուց։ Իրենք դաշին կազմեցին հանրության համար անհայտ ինչ-որ կուսակցությունների հետ, բայց օրինակ այդպիսի փորձով ՀԱԿ-ի հետ չուզեցին։ Այդ երկուսին իրանք ընտրեցին, net չի հարցը, որ նրանք ասենք շատ լուրջ ազդեցություն կամ կշիռ ունեին, երկրորդ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցության պարագայում, որպեսի նրանք համաձայնվեին, նրանք պետք է մի հատ ուսումնասիրեին, չէ, նաև հասարակական կարծիքը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին շատ բաներում կարելի է մեղադրել, բայց ինչ որ միտեղ պահում ես, ասում ես գիտնական, դոկտոր, վերջը մեր առաջին նախագահն է եղել, էլի։ Ինչ որտեղ դա պահում ես։ Բայց երբ որ մարդը կանգնում է, ասում է, բերեք միանանք ու սկսում է բացատրել Սամվել Կարապետյանի արժանինքները, կարիք չկա, որ 10H հիմնավորում գրես, որպես գիտնական, գիտենք կարող ես գրել, 10H հիմնավորում գրում ես, վերջում ասում ես, պետք է միանալ Սամվել Կարապետյանին, բոլոր լրագրողներն ու հրապարակային գործիչները այդ մի նախադասությունը հանում են տարածում, այդ մնացած 10H-ը գցում են մի կողմ, ասում են ամոթ է էլի, մեծ մարդ ես, պետությունը քեզ տալիս է, քու կեցավայրը տվել է, քու ծախսերը տալիս է, ամեն ինչ անում է, այսինքն քեզ ինչ էր պետք։ Քու ինչն էր պակաս, տղեկ բիզնես ունի, դու ինչի ես, ասենք ինչն է քեզ տիպում, որ դու ասենք գնայիր միանայի Սամվել Կարապետյան։ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը։ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը վատ է, մի հատ նայի Փաշինյանի հետ պայքարելու առումով, կամ նույնն է ինչի մենակ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆի Հովհաննիսյանը, Ռիչարդ Հովհաննիսյանի տղեն։ Հայագիտությունից են խոսել, պատմագիտությունից են խոսել, Ամերիկայից եկել է Հայաստան, մարդիկ իր նկատմամբ միշտ էլ այդ հարգանքը մնացել է։ Նույնիսկ ընտրությունների հետ կապված նախկին հիշում ենք այդ խաղերը Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց մեկը ինչ որ միտեղ այդ ներքին համակրանքը այդ անձնավորության նկատմամբ մնացել է։ Եղբայր դու հիմա քաղաքական որևէ կշիռ չունես, էլի։ Այսինքն այսօր գոնե անունը թողիր միտեղ վերենգած մնար, էլի։ Այսինքն դու ո՞նց ես կանգնում ամբողջ քու անցած ճանապարհով ասոցացվում արևմուտքի հետ եւ կանգնում ես, ասենք, ասում ես գնանք միանանք Սամվել Կարապետյանին։ Ու վատը ի՞նչն է։ Դուք այդքան ստորանում եք ու ձեզ մերժում են։ Նույնիսկ այդ կապ չունի թե ինչ համով ձևակերպում կտան մերժելու համար։ Հարցը նա է, դուք այս ինչ օրն եք ընկել, հրապարակային աճուրի եք դրեցես։ Այսինքն առանց պայմանավորվածության սատարում եք, հետո հրապարակային ձեզ մերժում են ու սկսում եք լաց։ Դրանից հետո էլ ՀԱԿ-ը հայտարարում ասում է, դե լավ, մենք մենակ կմասնակցենք։ Եթե դու արդեն հայտարարել ես, որ դու նախընտրում ես Սամվել Կարապետյանին, ու դու մերժվել ես նրա կողմից, կարող ես ասել ինչ ծրագրով ես դու մասնակցելու, որ հասարակության համար համոզիչ լինես։ Այլևս այդ մասնակցելը անիմաստ է։ Ու այս մթնոլորտում ես որ շատ դեպքերում ասում եմ, թեկուզ շատ վատ է, որովհետև ես էլ եմ, չէ, հայ, այդ որ ասում եմ ինձ էլ է վերաբերվում, չէ, հոմերակն էլ չի, ես ուրիշին ասում եմ ինձ չի վերաբերում։ Երբ որ ասեմ կուզենամ, որ մեր հասարակությունը այնքան աճի, որ վերջապես դառնանք էսկիմոս, ես ցավով եմ դա ասում։ 56,000 խստաշունչ պայմաններում Գրենլանդիայի էսկիմոսները Դոնալդ Տրամպից չվերցրեց ամեն մեկը $1 միլիոն եւ չծախեց իր երկիրը Ամերիկա, էնել թուրքին չէր տալի, ադրբեջանցուն չէր տալի, ռուսին չէր տալի, աշխարհի ամենահզոր երկրի նահանգ էր դառնալու։ Էնել մի 4 հոգանոց ընտանիքը վերցնելու էր 4 միլիոն, այսինքն ամեն մեկին $1 միլիոն։ Եվ նա շատ հանգիստ լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների լիիրավ քաղաքացի, կարող էր գնալ Կալիֆոռնիայում ապրել, որտեղ ձմեռ չկա, ասենք ենթադրենք Լոս Անջելեսում։ Այսինքն փաստորեն այդ մարդը ասեց հայրենիքը չի վաճառվում։
Նույնիսկ այդ պարագայում, երբ որ Թրամփն ասում էր քաղաքացիության համար 1 միլիոն կվճարեք, green card կստանաք։ Այսինքն 1 միլիոն նվեր էր ստանալու, 1 միլիոն էլ չէր վճարելու, որ ինքը դառնալ Ամերիկայի քաղաքացի, բայց ինքը դրանից հրաժարվեց, որ ասեց մենք ուզում ենք հայրենիք ունենանք Ամերիկայում, որ միանանք մենք կասիմիլացվենք, մեր պետությունը կկորցնենք։ Այսինքն դուք պատկերացնում եք, եթե ես հիմա նայում եմ, օրը մեկը հայտարարում է, որ միանում է Սամվել Կարապետյանի, իսկ երեսը չի տեսե։ Ում է ինքը միանում։ Դուք պատկերացնում եք ինչի եմ ես վախենում, սարսափում, որ եթե սահմանը բացվեց, մի կողմից թուրքը մտավ, մի կողմից ադրբեջանցին, ամեն մեկը իրանց փողի պարկերով, նրանք ինչ-ինչ փողից լավ են։ Ու այս մարդիկ պետք է ասեն, այս ինչ հիմար են։ Եկան այս $1000 հողին 2000 տվեցին, շատ ապուշ են այս թուրքերը։ Չէ, ապուշը մենք ենք։ Եթե մենք պետք է վերցնենք, մենք հող ունենք ինքը փող, մենք այդ հողը տանք նրան։ Պարոն Անդինյան, ամփոփելով դուք ասացիք արտաքին քաղաքական այդ բաղադրիչը շատ կարևոր է, որոշիչ է լինելու այս ընտրություններում։ Հիմա տարբեր կանխատեսումներ են արվում, թե ինչպիսի պատկեր կունենա նոր խորհրդարանը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի շահերից կբխի, որպեսզի իշխանություն լինի Նիկոլ Փաշինյանը, ընդդիմություն լինի Սամվել Կարապետյանը, այստեղ բացառում են այլընտրանքների գոյությունը, այդպիսի խնդիր կարող է դրված լինել եւ այլընտրանքային ուժերը։ Հիմա այս պայմաններում երբ տեսնում եմ, որ մրցակցային պայմանները հավասար չեն, կարողանալու են իրենց տեղը գտնել։ Ասեմ այսպես, եթե ամեն մեկը մտածում է, որ ինքը օթյակում նստած խաղադրույք անող է, ուժեղին գիդեով է ու ինքը քվեարկել, հետո գլուխը գովում ասում մենք հաղթեցինք։ Այդ տեսակ Սամվել Կարապետյանը հաղթեց կամ Նիկոլ, քեզ ինչ։ Այդ Մարադոնայի խաղնել ես նայում, որ Մարադոնան հաղթում է, իր միլիոնները վերում քեզ է տալիս, թե իր մրցանակներն է քեզ տալը։ Դու ուղղակի հաճույք ես ստանում այդ խաղից, բայց ուրիշն է վայելում այդ ամեն ինչը։ Ուզում ես խաղացող լինես, ոչ թե օթյակում նստած խաղադրույք կատարող։ Արի միացի այն մարդկանց, որ քո միջոցով այդ մարդիկ հաղթեն, դառնան ուժեղ, որտեղ այդ մարդիկ են ուժեղ, որ չեն ցանկանում գնան թույլերի ձեռքերի տակ մտնեն։ Ուժեղը գիտեք դուք եք, եթե դուք ման եք գալու ուժեղ, որ մտնեք թևի տակ։ Իսկ մենք ասում ենք հարգելիներս, մենք այլընտրանք ենք, հավատացնում եմ ձեզ, Նիկոլ Փաշինյանի տեղն էլ գիտենք, մեծահարուստների տեղն էլ գիտենք որտեղ փող են բաժանում, գիտենք որտեղ պաշտոն են բաժանում, բայց ասում ենք մենք նրանց այդ ճանապարհ չունենք, որովհետև դուք չունեք այդ ճանապարհը, որովհետև մենք ուզում ենք անենք մեր ծրագիրը, ձեր ծրագիրը, ձեր երեխաների ապագայի ծրագիրը, բայց այդ դեպքում եկեք միասին անենք, եկեք հաղթող դառեք, եկեք պայքարեք, եկեք միասին ճանապարհ անցնենք, ասեք մենք մեր կողմից ինչ կարող ենք անել։ Ուժեղը գիտեք նա է, որ գնացել է միլիարդատիրոջ կողքը կանել, ասում է բան մենք ուժեղ ենք։ Իա լուրջ ուժեղը ես եմ, որ ասում եմ մեզ չի հետարժում քո միլիարդը, ոչ էլ քո պաշտոնը։ Եթե ուզում եք հասկանաք, եթե այդ ամբողջ սոցիոլոգիական հարցումը մենք էլ ենք նայում, այսինքն դուք կարծում եք, որ իմ կարիքը ոչ մեկը չուներ, ես այդ ճարահացալ գնացի Գուրգեն Սիմոնյանին միացա, ընդհակառակը, ասեմ մարդը պայքարում է, գնանք կողքը կանգնենք։ Այսինքն ես իմ օրինակով ցույց տվեցի, չէ՞, այսինքն ես սոցիոլոգիական տվյալներ նայեմ ու որոշեմ ում միանա։ Ես ուզում եմ մենք եղանակ փոխենք։ Մենք ուզում ենք այդ այլընտրանքը, եթե դուք չեք ուզում այսօրվա խորհրդանում լինի այն ուժերը, որը եղել է 21 թվականին, բայց այլընտրանք ընտրեք։ Բայց մենք էլ ասում ենք գնանք, կռիվ տանք, պայքարենք, Նիկոլ Փաշինյանը օրենքը ընդունեց թոս փչելու համար, բայց Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանելու։ Բայց մենք էլ այդ պարագայում ասում ենք հարգելիներս, ծանրակշիռ ներկայություն կունենանք, մենք այդ հայտը կներկայացնենք, չէ, մենք այդ ձայներով կպայքարենք, ազգային ժողովի ամբիոնը կօգտագործենք, միջազգային կապերը կօգտագործենք, կփորձենք ստորագրավ կազմակերպել, արդեն մեր հնարավորություններն ավելի մեծ լինի, որ պարտադրենք օրվա իշխանությանը, որ այդ դիմումը գրի։ Ես չեմ ասում, որ մենք այսօր դիմումը գրենք, վաղը Եվրամիության անդամ ենք դառնալու, բայց այսօր երբ դու այդ ճանապարհն ես բռնում, քայլ առ քայլ գնում ես, ամեն հաջորդ քայլում քո երկիրը ավելի ժողովրդավար է, ավելի բարեկեցիկ, ավելի անվտանգ է։ Այսինքն սրանք հերթական քայլեր են։ Առավել եւս տեսակ, որ Ամերիկայի հետ կապված այդ անվտանգությունը, որ ասում էին 99 տարով անվտանգություն, Ամերիկան, որ հիմա Իրանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվի ցանկացած, կամ ենթադրենք չբերեցին իրար հարվածեցին, կամ ձեռք բերեցին։ Գոնե 2 շաբաթով։ Հա, բայց եթե պայմանավորվեցին ու այդ դեպքում ով է մեր անվտանգությունը Իրանից իր աշխատավորելու։ Ամերիկա թրիփով
Լուրջ եք ասում։ Հիմա Իրան ԱՄՆ քանի որ անդրադարձակ կարճ դրանով էլ ամփոփենք պարոն Անտինյան, ինչ կարող եք ասել։ Չէ, այսպես ասեմ, նախ որ եթե պատերազմ չլի, դա մեզ համար իդեալական է, որտեղ որևէ պարագայում այդ պատերազմը մեզ ոչինչ չէր տալ։ Երկրորդ, բայց ամեն դեպքում պետք է հասկանանք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների այս քայլը կշռադատված չէր, հիմա շատ չենք հասցնի ծավալվենք, եւ այդ պարագայում դա որ արեց եւ հիմա հետ քաշվի, դա շատ վատ ծանր հարված էր ընդհանրապես աշխարհին։ Այդ Ամերիկան այդպիսի քայլ չպետք է աներ, բայց հարցը ուրիշ է։ Մենք գոնե պետք է կարողանանք դրանից օգտվենք, ասեմ ինչի։ Ես միշտ խոսել եմ, որ TRIP-ը մեզ համար անվտանգության երաշխիք չի։ TRIP-ը Ադրբեջանի պրոյեկտ է, որ կապվի Նախիջևանի հետ։ Եթե ու TRIP-ից դուրս էր մնացել Եվրոպան։ Հիմա եթե հանկարծ դից ստացվեց, որ մենք հասկանում ենք, որ Իրանը չի թողելու TRIP-ը աշխատի, ու մենք մտածենք այլընտրանք, որ Հայաստանի հյուսիսով անցնի ճանապարհը, ու այդ ճանապարհը գնա միանա ու շարունակվի, այսինքն Չինաստանից, Հնդկաստանից, Կենտրոնական Ասիայից կան վերևով գնան։ Այդ ծրագրին Եվրոպան կարող է մասնակցել, որովհետև այդ ծրագրում մենք կաշկանդված չենք, որ 74%-ը տվել ենք Ամերիկային ու պարտավորություն։ Իհարկե դրան դժգոհելու է Ադրբեջանը, ինքը ուզում է Նախճեվանի հետ կապվի, որ ուշ թե շուտ կարողանա Սյունիքը կտրի։ Նրա կյանքի նպատակը դա է, ոչ թե այդ բեռները անցնի Հայաստանի ուրիշ տարածքով։ Բայց այդ պարագ մենք շանս ենք ստանում, որ Հայաստանը որ չի կարողանում որևէ մեկին չասի, Նիկոլ Փաշինյանը, գոնե Թրամփին ասենք, ասի տեսնում ես, որ հիմա իրատեսական չի TRIP-ը չի աշխատելու։ Առավել եւս հիմա Չինաստան, Հնդկաստան ուզում է Եվրոպայի հետ առևտուր անի։ Այս ճանապարհով Ամերիկայի հետ առևտուր չի գնալու։ Բերեք այնպես անենք Եվրոպային դրանում ներգրա։ Իդեպ Եվրոպան համաձայն է դրա մեջ մնալ։ Մի քիչ էլ նեղացել էին, որ իրանք խաղից դուրս էին մնացել։ Մենք սրանով շանս ենք ստանում, ուղղակի առիթ կլինի, հետո ավելի մանրամասը կասեմ։ Այսինքն լավ է որ պատերազմ չլինի, վատա որ այդ խաղերը հնարավոր չի, որովհետև արդեն ստիպված պետք է լինենք հաշվի նստենք, թե Իրանը Ամերիկայի հետ ոնց բաժանվեց, բայց լավ է որ մեզ համար ուրիշ ճանապարհ բացվեց, որովհետև մեզ համար տեսանք, որ ասկի մեզ անվտանգության երաշխիք Ամերիկան չէր տվել, մերոնք ոգևորվել էին, տեսեք տվել են Արաբական երկրներին անվտանգության երաշխիք էր տվել իր բազով, տեսանք արդյունքում ինչ եղավ։ Դրա համար եթե վաղը կտեսնենք, որ Եվրոպայի օգնությամբ հյուսիսային ճանապարհի հետ կապված քննարկումները ավելի առարկայական են դառնում, հիշեք, որ այդ դրական բանը մենք ունեցանք։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։